վճիռ կկայացնի։ Ես ներողություն եմ խնդրում, մեկ փոքրիկ հարց, ուղղակի այսօր ներկա ուղղակի սա արդեն կլինի իմ ամբողջ հարցը Տիկին Անդրեասյանը հատ պատասխանել բոլոր կոմպոնենտներին։ Փոքր մի բան է ուղղակի հետաքրքիր է, թե այսօր մասնակցում եք դպրոցի փաստորեն նորոգման, փաստորեն կառուցման վերջնական աշխատանքին, բայց մենք ունենք Սյունիքում օրինակ դպրոց, որը խոշորացման է ենթարկվում, խոսքս Դավիթ Բեկի դպրոցի մասին է, որտեղ մեր հարցումների ժամանակ մեր թղթակցին բնակիչները բողոքում էին հասանելիության, այսինքն Արցվանքի դպրոց տեղափոխման, մատչելիության, բացակայության մասին։ Ուղղակի ուզում եմ հետաքրքրվել, թե արդյոք ունեք քննարկումներ, թե ինչ ձևով են այդ երեխաները տեղափոխվելու տրանսպորտի հարցը ինչպես է լուծվել։ Նայեք, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 300 դպրոցների շրջանակներում մենք ինչպես ունենք առանձին դպրոցներ, ինչպիսին հենց այս դպրոցն է, այդպես էլ ունենք կրթահամալիրներ, որոնք մի քանի տարբեր գործառույթ են իրենցում ամփոփում, մասնավորապես այդտեղ կարող է լինել նախադպրոցական կրթություն, կարող են լինել այլ կրթական ծրագրեր, դա կարող է հանդես գալ որպես տվյալ բնակավայրի համար մարզական եւ մշակութային միջավայր։ Եվ բնականաբար կրթահամալիրները կարող են ծառայել նաև մեկից ավելի բնակավայրերում բնակվող երեխաների, որպեսզի դա հնարավոր լինի, պարտադիր բաղադրիչ է, որպեսզի ամբողջությամբ նորոգված լինեն ճանապարհները, որոնք տանում են դեպի կրթահամալիր, եւ եթե երեխաների տեղափոխման մասին ենք խոսում, ապա պարտադիր պայման է, որպեսզի լինեն նոր գնված տրանսպորտային միջոցներ հատուկ այդ նպատակով, վերապատրաստված վարորդներ, ուղեկցողներ, որոնք կապահովեն նաև տեղափոխության անվտանգությունը։ Քանի դեռ այս 3 բաղադրիչը մեկում չկան, ապա նման գործընթաց չի կարող իրականացվել։ Եվ սա ես ասում եմ նաև մեր բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր գուցե լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, կրթահամալիրը կարող է ծառայել շրջակա բնակավայրերին այն պարագայում, երբ որ այս 3 բաղադրիչները առկա են։ Սա կառավարության քաղաքականությունն է, որը ի սկզբանե հայտարարված է, եւ մենք հետեւողական աշխատանք ենք տանում, որպեսզի կրթահամալիրների կառուցման զուգընթաց նաև ճանապարհները ու տրանսպորտային միջոցները տեղի լինեն եւ կարողանան ամբողջականացնել այս համակարգը։ Հենց այս պահին մենք տրանսպորտային միջոցների գնման գործընթացում ենք, վերջերս կառավարությունը առանձին որոշում կայացրեց տրանսպորտային միջոցների գնման առանձնահատկությունները սահմանող, ճանապարհներով զբաղվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, մեր յուրաքանչյուր քաղաքացի կարող է հանգիստ լինել, կառավարության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեր յուրաքանչյուր բնակավայրում հասանելիություն ունենա այսպիսի պայմանների, առանց իր բնակության վայրը փոխելու, եւ կրթահամալիրների ծրագիրը հենց այդ հնարավորությունն է տալու։ Շանթերստանգերություն Տիգրան Վլադիմյան, Տիկին Անդրեասյան, ձեր պաշտոնավարման մեկնարկից անցել արդեն 3 տարի 1 ամիս։